Թե չլիներ այդ 1.5 տարվա հետևողական եւ տքնաջան աշխատանքը, այդ անընդհատ ինֆորմացիայով սնուցելը, անընդհատ բացահայտումները, անընդհատ կոնկրետ լուծում պահանջող խնդիրները բարձրաձայնելը, հավատացեք, այս իշխանությունը լինելու էր ավելի լկտի, ավելի նվազ թափանցիկ, լինելու էր ել ավելի կոռումպացված, ել ավելի պակաս հաշվետու եւ շատ ավելի իրեն ամուր էր զգալու իր կառավարման դիրքերի վրա, ու ես պիտի ասեմ, որ թվարկածս դրվագներից զատ մենք նաև ասենք ամեն նիստի ժամանակ հարց ու պատասխանի ֆորմատի ընթացքում մենք շատ կոնկրետ քաղաքացու բարձրաձայնած մի խնդիր տանում ենք եւ լուծում ենք, պարտադրում, որ տան այդ հարցին, հա։ Ես չեմ կարող ասել 100% դեպքերում այդ լուծումը անմիջապես տրվում է, բայց մենք հարկադրում ենք, որ իրենց այդ կոմֆորտ զոնայի մեջ ամբողջապես չկտրվեն իրականությունից եւ այն խնդիրները, որոնք կապված չեն, չգիտեմ, մեծ ռեսուրսների հետ, մեծ ֆինանսների հետ, այլ ընդհանրապես կառավարչական ապիկարություն եւ կամ իրավական դանդաղկոտություն, այդ խնդիրները լավ լուծում։ Հիմա այս ամբողջի համախումբը իր հետ բերում է ինդիկատորներ, որ քաղաքային իշխանությունը կոռումպացված է, վատ են կառավարում, հովանավորչությամբ են զբաղվում, ավականիում տարբեր շրջանակներ տարբեր հարցերի շուրջ քվեարկում են տարբեր առևտրային սկզբունքներով,